անում է, նայում ես որտեղից է գալիս, երևում է որտեղից է այդ լրատվամիջոցները։ Որտեղից է, պարոն Սիմոնյան։ Ձեր հարցը որն է։ Իսրայելցի գեներալը ռազմական փոխնագետներ փոխադու է դերից մեկին չի կարող պատահել որ ազգային անվտանգության ծառայություն դրանից տեղյակ չլինի։ Ես խնդրում եմ այդ հարցով դիմեք ազգային անվտանգության ծառայության։ Ես ազգային անվտանգության տեղեկություններին չեմ տիրապետում եւ ես դրա իրավունքը չունեմ այնքանով վատ եմ գնահատում քաղաքական գնահատական կարող եմ տալ քաղաքական գնահատական այն է որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են որպես բիզնես պրոյեկտ իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում եւ Հայաստանի Հանրապետությունը նույնպես չի վաճառում ոչ դոլարով ոչ եվրոյով եւ առավել եւս ոչ ռուբլիով եւ չի վաճառվելու եւ այդ պրոյեկտը արդեն իսկ ակնհայտ է որ չի ստացվում։ Տպեցվենք հետ կգանք։ Պարոն Սիմոնյան, տեսեք, նախորդ իշխանության ժամանակ, երբ որ հասունացել էր այդ իշխանափոխության ժամանակը, նախորդ իշխանության օրոք, երբ հասել էր արդեն իշխանափոխության ժամանակը, մեզ անընդհատ սպառնում էին, որ Ղարաբաղ ենք կորցնելու։ Հիմա դուք մեզ սպառնում եք, որ պատերազմ է լինելու։ Այսինքն դա ինչ է այսպես ասեմ վատ փորձ թե ինչ նրանով են ծառում սրանք շատ լավ հարց եք տալի բացատրեմ 18 թվականին բնական այդ խոսակցությունները կար բայց այդ խոսակցության հիմքը հետևյալն էր որ գործող այն ժամանակվա գործող իշխանությունները վերել էին հասցրել էին բանակցային process-ը տուպիկի եւ դրա մասին այստեղ բացը ասում էին վերջացնեմ էլի ներողություն եմ խնդրում դուք հարց տվել եք որ դուք ձեր կարծիքը արտահայտեք թե իմը կարող եմ արդեն պատասխանել չընդհատեք Իրանք վերել էին բանակցային process-ը հասցրել էին մի իրավիճակի, որտեղ ակնհայտ էր իրանց համար առնվազն եւ իրանք գիտեին, որ հավանականությունը պատերազմի շատ մեծ է, դրա մասին խոսում էին եւ նույնիսկ 2020 թվականի հունվար թե փետրվար ամիսներ ես դրա մասին ասել եմ Սերժ Սարգսյանը Իրան կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավարության ժամանակ 2020 թվականի հունվար-փետրվար ամսի մասին է խոսքը մեգաֆոնը վերցրել էր ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում մենք է զարմանում ասում ենք ինչ ասես բաներ խոսում իրանք գիտեին որ բանակցային process-ը դա մենք դրա մասին ենք շատ խոսել հա ապրիլյան պատերազմը այդ ամեն ինչը գալիք պատերազմի անոնսներ ինչ վերաբերում է հիմիկվա մասին ես ասում եմ հետեւյալը որ կա երկու քաղաքական ուղղություն եթե դու քո քաղաքական ուղղությունը ընտրում ես ինչպես Նարեկը մեջ բերեց Քոչարյանի ասածներից հա որ դու պետքա հենց Ադրբեջանը թուլանա կամ չգիտեմ Թուրքիան թուլանա կամ որևիցե այլ երկիր թուլանա դու պետք է իր վրա հարձակվես եթե դու պահանջատիրական բաներ ես ներկայացնում պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին բնական է դա կազուս բելի է դա պատերազմի առիթ է եւ դու ակնհայտ անոնս ես անում որ դու հարձակվելու ես եւ դու նման բանի ես պատրաստվում իսկ դա նշանակում է որ այն երկիրը որ այս պայն քեզանից ուժեղ է ռազմականորեն քաղաքականորեն ֆինանսապես չգիտեմ ինչ-ինչի բերումներով միանշանակ է չի թողնելու որ դու գա այն պահը որ ինքը թույլ լինի եւ ես ու դուք հիմա որ խոսում ենք ես կարող եմ որպես քաղաքական գործիչ ասել հետեւյալը 2020 թվականի պատերազմ է տեղի ունեցել որից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանը վերարտադրել են Հայաստանի եւ Ադրբեջանի եւ դրանից հետո եթե գալիս է մի ուժ որը որ ասում է ես այդ սահմանազատումը սահմանագծումը չեմ ճանաչում ես պետքա 29743 քառակուսի կիլոմետրից դուրս մտածեմ բնական է ես որպես քաղաքական գործիչ եւ դուք որպես ուղակի քաղաքացի մարդ կարող են կանխատեսել որ այո կարող է պատերազմ լինել դրա մեջ ինչ որ տենց մարտավարական քաղաքական հնարք տեսնելը որևիցե ձևով տեղի չի ասում եմ պայմանավորվել եք հարգելիս խնդրում եմ էլի հերթով կգանք ինչ պայմանավորվել եք Ալիևի հետ երբ է հարցը